Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ես ձեզանից էլ երիտասարդ եմ, հոգով, լավ իմացեք։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու ազգային բարերար Սամվել Կարապետյանը հանդիպել է երիտասարդների հետ, քննարկելու երկրի ապագան եւ զարգացման հեռանկարները։ Հանրապետության տարբեր մարզերից ժամանած ուսանողներն ու ակտիվիստները հնարավորություն ունեցան անմիջական մթնոլորտում բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները։ Մեր երիտասարդները, ես վստահ եմ, առաջին հերթին կարիք ունեն ստանան լավ կրթություն Հայաստանում, արժանապատիվ աշխատանք Հայաստանում, արժանապատիվ ապագա Հայաստանում, արժանապատիվ աշխատավարձ Հայաստանում, իհարկե եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, ովքեր ցանկություն կունենան աշխարհը շուռ տալու, ամեն ինչով մենք աջակցելու ենք։ Հանդիպումն ավարտվեց հաղթանակի եւ փոփոխությունների հաստատուն հավատով։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 քաղաքական ուժ։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը քվեաթերթիկում 16-րդն է։ 3 Ամենամեծ ընդդիմադիր ուժը Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը 3-րդն է, Բարգավաճ Հայաստանը 7-րդն է, Հայաստան Դաշինքը 17-րդը։ 17 Ուկրաինայի նախագահ Զելենսկին ժամանել է Երևան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այցի պաշտոնական առիթը եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակցելն է։ Սա Ուկրաինայի առաջնորդի առաջին ժամանումն է Հայաստան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի առիթով Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Կանադայի արտգործնախարարը այցելել է Ցեղասպանության թանգարան ինստիտուտ։ Նաև Լիտվայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը արգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Թանգարանի ղեկավարը ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունն ու խորհուրդը։ Հայաստանի վարչապետը եւ Բուլղարիայի նախագահը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցել կառավարությունում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությանն առնչվող հարցեր եւ տարածաշրջանային իրավիճակը։ Հատուկ անդրադարձ է կատարվել տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագրերին։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանային կայունությանն ուղղված նախագծերի քննարկման համատեքստում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, ում Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սա Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի առաջին այցն է Հայաստան։ Մայիսի 3-ի գիշերը Երևանի Կուրղինյան փողոցի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Շամշան.com-ի հաղորդմամբ դեպքի վայր մեկնած 4 մարտական հաշվարկներն արձանագրել են, որ կրակը տարածվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրշեջ փրկարարները շենքից անհապաղ տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Մասնագետներին հաջողվել է մեկուսացնել կրակը գիշերը 4:30։ Իսկ 11 րոպե անց հրդեհը վերջնականապես մարվել է։ Պատահարի հետևանքով ամբողջությամբ այրվել են բնակարանի հիմնական սենյակները, պատշգամբն ու ողջ գույքը։ Թեհրանը Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնին է փոխանցել տարածաշրջանային հակամարտության կարգավորման 14 կետից բաղկացած իր պայմանները։ Իրանը մերժել է Սպիտակ տան առաջարկած երկամսյա հրադադարը եւ պահանջում է պատերազմի վերջնական ավարտ ընդամենը 30 օրվա ընթացքում։ Իրանական ծրագիրը ներառում է ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանից, պատժամիջոցների չեղարկումն ու սառեցված ակտիվների վերադարձը։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ անվտանգության երաշխիքներ, ծովային շրջափակման վերացում եւ Հորմուզի նեղուցի շահագործման նոր կանոնների սահմանում։
Ըստ Թեհրանի միայն այս քայլերից եւ ռեպարացիաների վճարումից հետո հնարավոր կլինի սկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ։ Ներկայացված այս առավելապաշտական պահանջները գործնականում անիրագործելի են թվում եւ էականորեն բարդացնում են դիվանագիտական հանգուցալուծման հասնելու հեռանկարը։ Իսրայելի բանակի ներկայացուցիչները պարզաբանել են, որ զինվորներն այդտեղ ոչնչացրել են Հեզբոլահի ռազմական ենթակառուցվածքները։ Զինվորականները պնդում են, թե շինության վրա կրոնական պատկանելիության որևէ տեսանելի նշան սկզբում չեն նկատել։ Ըստ իսրայելական կողմի Հեզբոլահը հենց այդ համալիրի տարածքն է օգտագործել Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ռազմական բախումները շարունակվում են նույնիսկ հրադադարի պայմաններում, սրելով մարդկային կորուստների վիճակագրությունը։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով մարտի սկզբից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով արդեն զոհվել է 2659 մարդ։ Դոնալդ Թրամփը թերահավատորեն է արտահայտվել Իրանի ներկայացրած 14 կետից բաղկացած նոր առաջարկի վերաբերյալ, նշելով, որ այն դժվար թե ընդունելի լինի։ Ըստ նրա, Իրանը դեռևս բավարար գին չի վճարել վերջին տասնամյակների իր գործողությունների համար, որպեսզի նման զիջումների հույս ունենա։ Իրանական կողմի պահանջները ներառում են ամերիկյան զորքերի դուրսբերում տարածաշրջանից, շրջափակման վերացում եւ սառեցված ակտիվների վերադարձ։ Թրամփը շեշտել է, որ թեև կվերանայի փաստաթուղթը, սակայն այն չի համարում համապատասխան ստեղծված իրավիճակին։ Սպիտակ տունն ակտիվորեն սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի անունն ու կերպարը ներկայացնել Միացյալ Նահանգների պետական բազմաթիվ օբյեկտներում եւ ծրագրերում։ NBC News-ի տվյալներով այս գործընթացն արդեն ընդգրկել է առնվազն 12 խոշոր նախագիծ եւ դաշնային նշանակության վայր։ Մասնավորապես նախատեսվում է Վաշինգտոնի Քենեդի անվան կենտրոնը վերանվանել Թրամփ-Քենեդի կենտրոնի, իսկ նոր ռազմական նավերին տալ Թրամփ դասի անվանումը։ Նախագահի անունը պետք է կրել նաեւ երեխաների կൂട്ടակային հաշիվները, դեղերի զեղչման պետական ծրագիրը եւ նույնիսկ դոլարի նոր թղթադրամները։ Մայրաքաղաքում քննարկվում է նաև անկախության 250-ամյակին նվիրված Թրամփի կամար հաղթական հուշարձանի կառուցումը։ Վերլուծաբանները նկատում են, որ պետական խորհրդանիշների նմանատիպ անձնավորումը ժամանակակից Ամերիկայում չունի որևէ պատմական նախադեպ։